Ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Շինկյոկուշին կարատեի բաց առաջնություն, որին մասնակցեցին նաև Նինոց Միդայի մարզիկները։ Երևանից նրանք վերադարձան 8 առաջին և 11 երրորդ հորիզոնականներ գրաված։ Ապրիլի 13-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բաց առաջնություն, որտեղ մասնակցում էին Հայաստանի 5 ֆեդերացիաներ, որոնք հանդես էին իրենց լավագույն մարզիկներով, մենք մասնակցել ենք 30-ական խմբով, ու կարող եմ ասել, որ բավականին դժվար մրցում էր, ունեցանք լավ հաջողություն, 11-րդ տեղ և 8-րդ առաջի տեղ, երկրորդ տեղ չենք ունեցել։ Դե մրցումները բավական հետաքրքիր էր, մեծ փորձ ձեռք բերեցին երեխաները, ես ունեի երեխաներ, որ դաժե առաջ անգամ էին մասնակցում, նման մրցումներին առհասարակ միշտ մասնակցում են փորձառու սպորտսմենները։ Մենք այնտեղ բարձրացրինք Վրաստանի դրոշը, մեծ պատվով բարձրացրինք Վրաստանի դրոշը, հետո միջալից ընդհիշման ժամանակ Հայաստանի ծնողներս մի քանի հոգի մոտեցան, ասացին, որ միշտ տեսնում ենք, որ դուք բարձրացնում եք Վրաստանի դրոշը, ինչի համար։ Դե արի բացատրի այդ մարդկանց, որ ես ասացի, որ Վրաստանը նախ եւ առաջ մեր հայրենիքն է, մեր տունն է, հետո դա ոչ մի քաղաքանպատակ չունի, դա մեր սրտի ցանկությունն է, մենք ուզում ենք, որ մայր հայրենիքում Վրաստանի դրոշը մեր բարձրացնելով տեսնեն, որ մայր հայրենիքում հայերը, ջավախցիները, ընդհանրապես Վրաստանում հայերը իրավահավասար ապրում են վրաց ժողովրդի հետ, դա է նպատակը ու համե դա մեր հայրենիքն է, ներկայացնում ենք Վրաստանի Հանրապետությունը։ Հետո ասացի, նաև ավելացրի, որ մեր պատմությունը ավելի խորն է գնում ու ավելի խորքից է գալիս, հին թագավորություններում, հին ժամանակներում, երբ Հայաստան և Վրաստան իրենց թագավորությունների միասին պահպանել են, պահել են սահմանները, ոչ մի այլազգի օտարերկրյա պետություններ չեն կարողացել հարձակվել Հայաստանի և Վրաստանի վրա, ու հենց դրանից թագավորական արքունիքում թագավորները մտածել են, որ պետք է այս կապերը ավելի խորացվի ու որոշել են թագավորները իրենց արքունիքներում, որ պետք է արյունական կապը ուժեղացնեն ու ազնվական և թագավորական ընտանիքները պետք է աղջիկ տեղատան առնեն իրար։ Ու դրանից ինչից նաև հասարակ ժողովուրդը օրինակ վերցրեց ու դարերի ընթացքում մեր արյունը այնքան է խառնվել, որ դարձել ենք եղբայր ժողովուրդ, ու դրանից հենց գալիս է հայոցը և քարտլոսը, որը ասեցի, որ գաք Վրաստան, գնացեք մեր մոտ դրված է քաղաքի կենտրոնում և կտեսնեք ու կհասկանաք, որ եղբայրական ժողովուրդ են երկու հայոցի և քարտլոսի սերունդներն ենք մենք, այսինքն ասեցի, մենք ապրում ենք մեր հոփարի հետ, ու ես մարդկանց մեջ նկատեցի այսենց գոհունակություն ու զգացի, որ սիրով լսվեցին Վրաստանի վրաց ժողովրդի հանդեպ ու ես դրանից ինձ լավ զգացի։ Մարզիկների համար այս մրցույթը շատ տպավորիչ էր, քանի որ նրանց շարքերում կային այնպիսիք, ովքեր առաջին անգամն էին մասնակցում։ Հարցազրույցի ընթացքում պատանիները մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով ու հաղթանակներով։ Ես առաջի անգամ գնացել եմ մրցումին, вообще չէի վախենա, երբ որ զարգեցի, ես вообще չէի վախենա։ Մի անգամ իմ հետ կերվա, հետո պոլֆինալին էի եղել ու երրորդ տեղն եմ առել ես։ Դավայ մոտ! Ձերքը հետ բարձր! Ույու! Ձերքը հետ բարձր մոտ! Իման Մանֆրեդ Սարուկյան է, ես մասնակցել եմ երկու տեղեր, այս անգամը ես առել եմ առաջի տեղ, ես 3 բոյներ կրել եմ, ես ուզում եմ հետագայում շարունակել կարատեն, 8 անգամ 5 հատ առաջի տեղ ունիմ, 2 հատ երկրորդ տեղ, մի հատ էլ երրորդ տեղ, մի հատ էլ դարված։ Okay,
Կանչել է ոտքով ծախով կողեմ առաջ։ Կողեմ։ Սպորտով այս մարզաձևով ես զբաղվում եմ 8 տարի եւ ունեմ 11 հատ առաջատեղ, 2 հատ երկրորդ եւ ես մոտ ապագայում միտք ունեմ մտնել ավելի մեծ սպորտ։ Մենք մասնակցել ենք Հայաստանի բացառաշնության, այնտեղ շատ ծանր մրցում էր եւ կարողացա ես գրավել առաջի տեղ։ Ես այնտեղ համեմատ մյուս մրցումներին այդքան լարված չէի։ Ես կարողացա գրավել այնտեղ առաջի տեղ։ Առաջի մարտում ես գնացի Երևան եւ հաղթեցի առաջի տեղ, ինձ թուղթ էին տվել իմ սենսեյը եւ ես 10 տարեկան եմ, իմ անունը Պետրոս է, ազգս Մաղդեսյան, ես հաղթել եմ առաջի տեղ եմ առել Եվ 3 բոյ եմ հաղթել։ Ես սիրում եմ կարատեն եւ շարունակելու եմ կարատեն։ Ես Արկադի Թորոսյանն եմ, մասնակցել եմ մրցման 5 անգամ, առել եմ այս մրցմանը 3-րդ տեղը, 12 տարեկան եմ եւ սիրում եմ այս սպորտաձևը։ Ինձ համար վախենալու չէ մրցումները։ Շարունակելու եմ այս սպորտաձևը եւ գնալու եմ մինչեւ վերջ։ Ինչպես գիտենք, արդեն երկար ժամանակ ինչ մեր քաղաքի մարզադպրոցում գործում է այս մարզաձևը։ Այն բացի Նինոց Մինդայից գործում է նաև մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում։ Մարզիչների աշխատանքը շատ մեծ է, արդյունքը երևելի։ Ցանկանանք նրանց բեղումնավոր աշխատանք ու բազմաթիվ հաջողություններ։